Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Տարածաշրջանում ընթացող զարգացումները քննարկելու համար այսօր սիրով հյուրընկալել ենք Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին։ Բարև ձեզ, պարոն Գանտահարյան, եւ շնորհակալություն հրավերության։ Ճիշտ ասած, այսօրվա մեր քննարկման համար թեմաների մասին, որ երեք մտածում էի, մի քիչ փոփոխության ենթարկվեցին կապված գիշերը տեղի ունեցած զարգացումներով եւ ցանկալի լուրով, այսպես ասած, գոնե ժամանակավոր հրադադարի մասին։ Բայց մինչեւ ընթացիկ զարգացումներին անդրադառնալը, խնդրեմ ձեր տեսակետները այն մասին, թե ինչից սկսեց այս ամեն ինչը, որովհետեւ գոնե վերջին տարիների ընթացքում բնականաբար էսկալացիայի, այսպես ասած, հոտ գալիս էր, բայց երկու կողմերը չէին հերքում բանակցային գործընթացի անհրաժեշտությունը, հաճախ միջնորդավորված բանակցություններ էին վարում եւ վերջին անցած տարվա էսկալացիայից հետո թվում էր, թե ամեն դեպքում բանակցային ճանապարհը ընտրված է որպես հակամարտության լուծման հիմնական ուղի։ Չնայած երկու կողմերը չէին բացառում կամ ավելի շատ իսրայելական կողմը ռազմական միջամտության անհրաժեշտությունը, բայց ներկա էսկալացիան կամ վերջին էսկալացիան սկսվեց այն ժամանակ, երբ որ բանակցությունները ընթացքի մեջ էին։ Այսինքն մենք մի կողմից տեսնում ենք իրանական եւ ամերիկյան կողմերից քաղաքական կամք, հակամարտությունը կամ հակասությունները լուծելու բանակցային ճանապարհով, բայց բանակցությունները ճիշտ միշտ եմ ասում, սկսվեց պատերազմ։ Ըստ ձեզ որոնք էին այն գործոնները, որոնք թույլ չտվեցին, որ գոնե այն ժամանակ խնդիրները լուծվեն բանակցային ճանապարհով։ Գիտեք, քաղաքական ուրեմն այս վերլուծաբանական քրագանության ամենաշրջանառված թեզը այն մասին էր, որ Իսրայելն է, որ գխանկարի բանակցությունները եւ Իսրայելը չի ուզում, որ հատկապես իրեն շրջանցելով Միացյալ Նահանգները եւ Իրանը հանգեն համաձայնության։ Բայց կարծում եմ, որ այլ գուցե առաջի հանգրվանին կամ բանակցային նախորդ փուլերին չհայտարարված հիմնական հանգույց կար, որը հիմնական պատճառը դարձավ նաև այս ոչ միայն լարվածության պատերազմին եւ նույն խնդիրը հիմա նաև կարծում եմ երևում է նաև հանգուցալուծման, հավանական հանգուցալուծման դեպքում։ Ուրեմն երկու մոդեցում կար բանակցային օրագարկային ձևաչափի առումով, այն որ ուրեմն պետք է միայն կենտրոնանալ միջուկային խնդրի վրա, լուծել եւ հերթապար անցնել մյուս օրագարկերին, եւ երկրորդ մոդեցումը, որը նաեւ Իսրայելի բնդումներն էր, որ բանակցությունները լինեն փաթեթային օրագարկով, ներառեն նաեւ հերահար հրթիռները եւ պրոքսի գետերը, Իրանի պրոքսի գետերը։ Հերահար հրթիռների դեպքում սահմանափակել արտադրողականությունը, պրոքսիների դեպքում դադարեցնել օժանդակությունները, իսկ միջուկայինը բարձր ուրանի խնդիրը, ուրանի դեղափոխման խնդիրը, հյուրիական զենքի ուրեմն նպատակով ուրանի հարստացման դադարեցումը եւ այլն։ Այն ադեն չէր խոսվում Հորմուզի նեղուցի մասին, չէր խոսվում նաեւ Հորմուզով խորհրդանշված ամբողջ էներգիայի համագարկի, երեք հարագից կղզիների եւ եթե խոսում ենք նաեւ Հորմուզի կամ էներգիայի մասին, ապա անպայման պետք է նկատի ունենալ, որ Թրամփի այն հայտարարությունը, որ հաջորդը լինելու է Կուբան, երբ խոսում է հաջորդի մասին, դա ենթադրում է, որ ինչ-որ շարքի մասին է խոսում, իսկ շարքը Վենեսուելա, Գրինլանդներ, Իրան, Կուբա, այստեղ հասարակ ընդհանուր հայտարարը էներգիան է մեծ արևդուրը հարաբերակցաբար Չինաստանի եւ անպայման պետք է մտաբերենք, որ Միացյալ Նահանգներ
Չինաստան մեծ տնտեսական բادرազմի կարևորագույն հանգրվաններ են սրանք, որովհետև այն ինչ պատահեց Վենեսուելայում, երբ որ Վենեսուելան խորացրեց իր համագործակցությունը հատկապես տնտեսական Չինաստանի հետ եւ եկավ բահ որ որոշեց, որ չինական տրամանիշով պիտի ուրեմն վճարները գադարի, կորզակները գադարի, հանգարց Թրամփը հիշեց, որ Վենեսուելան ոչ ժողովրդավար երկիր է, մենադիրական երկիր է, ուրեմն կոռուպցիայի խնդիր կա, թմրաբիզնեսի խնդիր կա եւ այլն։ Ուզում եմ ասել, որ մեծ տնտեսական բادرազմի մրցակցության Չինաստանի հետ Միացյալ Նահանգները թվում է, որ զիջում է եւ բادرազմական գործողություններով փորձում է հակագշտել այդ բادرազմում իր թիրքերը, թիրքավորվել եւ որոշ առավելներ արձանագրել։ Հիմա եթե նաեւ հատկապես Թրամփի բանջը նկատի ունենանք, բացել Հերմուզի չրանցքը եւ դրա դիմաց 10 գետանոց ուրեմն պայմանները, որը Թեհրանը խմբագրեց եւ հրաբարակեց, այնտեղ եւս բարձ է դառնում, որ ուրեմն երրորդ կետը, որը վերաբերում է Հերմուզի չրանցքի վերահսկողության բաբանման իրավունքի մասին, Իրանը բարձ դարձնում է, որ այնտեղ ուրեմն ինքը շարունակելու է իր վերահսկողական գործառույթը։ Ուրեմն հերթական անգամ բարձ կդառնա, որ ամբողջ հանգուցալուծման փուն խնդիրը ռեսուրսների, էներգիայի ուրեմն արտահանման, դարանցիկ ուղիների ամբողջ վերահսկողական եւ այնտեղ ուրեմն արձանագրվող գրանցվող կերշահույթների փաշխման համաձայնության կվերապերի այդ առումով է, որ նախորդ բանակցություններին, երբ չկար Հերմուզի չրանցքի փակման կամ փացման այս բանջկները կամ վերահսկողական նոր կորձիկագազմի նոր կանոններով բանակցություններ վարելու առաջադրանքը, երբ խանգարվում էին, չեմ կարծում, որ միայն Իսրայելի հետ կապված անվտանգային խնդիրներն էին, որոնք քերագա նշանակություն ունեին եւ ուրեմն կամ խանգարում էին կամ թյուրացնում էին, էշտացում էին այդ բանակցությունները։ Ուրեմն այստեղ կա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության քերագա ուղղությունների ամբողջ փիլիսոփայությունը, հատկապես տնտեսական առանցքային, որովհետեւ Թրամփի ամբողջ ուրեմն հայեցակարգը նման խնդիրների մոդենալու տնտեսությունն է, ֆինանսական խնդիրներն են, տնտեսական խնդիրներն են եւ այդ առումով նաեւ այսօրվա աշխարհագարքի, տնտեսական աշխարհագարքի ամենակարևոր գեդերի վրա վերահսկողություն հաստատելու ամերիկյան առաջադրանքը։ Ուրեմն այս դրամապանությունը կարծում եմ պետք է գտնել բանակցությունների կորձարկման, արգախման, չեղարկման, վերակորձարկման ամբողջ ուրեմն այս գործընթացի սահմաններում։ Այսինքն Իրանը ռազմական գործողությունները սկսելուց հետո, Իրանի դեմ ռազմական գործողությունները սկսելուց հետո Իրանը կարողացավ Հորմուզի միջանցքի հարցը դարձնել առանցքային բանակցային օրակարգում։ Այսինքն ինքը փակեց միջանցքը, դրանով իսկ հարցը բանակցային օրակարգում նոր եւ շատ ավելի կարևոր հարց բերեց եւ դրանից հետո օրինակ բալիստիկ հրթիռների ծրագիրը կամ պրոքսիների հարցը երկրորդական դարձան եւ նույնիսկ ինքը բանակցությունում կարողացավ պահանջել, այսպես ասած, պրոքսիներից ոչ թե պրոքսիներից մեկի, այլ Լիբանանի օրինակ անվտանգության հարցը վերել բանակցային օրակարգ։ Այսինքն ստացվեց այնպես, որ Հորմուզի նեղուցի հարցը Իրանը ինքը բերեց բանակցային օրակարգ եւ դրանով, այսպես ասած, լծակ ստացավ բանակցային գործընթացի վրա եւ երբ որ դուք խոսում եք երրորդ կետի մասին, իրանական կողմից հրապարակված եւ այնտեղ խոսքը գնում է Հորմուզի միջանցքի իրանական վերահսկողության մասին, կարող է սրանով Ամերիկան նաեւ փորձում է բացառել այլ պետությունների վերահսկողությունը Հորմուզի միջանցքում եւ հետագայում երբ մենք պատկերացնենք Իրան-ամերիկյան կարգավորված հարաբերությունները, Ամերիկան կարող է ավելի վստահ լինել Հորմուզի ճակատագրի հարցով։ Հորմուզի չրանցքի փակումը իբրև սպառնալիք հնչել էր նախորդ պատերազմին, բայց այդ քայլին չդիմեց Իրանը։ Ուրեմն սա իր ուրեմն զինաբաշարի
կարևորագույն խաղաթղթերից մեկն էր, եթե ոչ կարևորագույնը, ինչը գիրառեց այս դեպքում եւ այդ առումով նաեւ ճշտեց բանակցային կանոն։ Իհարկե մյուս կողմից դիտված նաեւ Միացյալ Նահանգների կողմից դիտված հիմնական հանգույցը դա էր, բայց Իրանը առաջ անցավ եւ փակեց Հորմուզի չրանցքը։ Գիտեք, մինչ այդ նաեւ ցամաքահանման սպառնալիքներ կային այդ հարագից 3 կղզիների Աբու Մուսայի կամ Խարքի, ուրեմն դրանք բոլորը վերահսկում են եւ իբրև էներգետիկ հաբեր հանգուցագետեր եւ իբրև նաեւ ռազմագիտական առումով կարևորագույն նշանակություն ունեցող թիրքեր։ Դարձյալ կապված Հորմուզով արտահայտվող ամբողջ էներգետիկ համակարգի։ Ուրեմն մի կողմից ցամաքահանման սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքները ոչ անպայման իրականացնելու, այլ նաև ճնշելու, որպեսզի կողմերը գնան բանակցության։ Եվ իրոք Հորմուզը դարձավ ամբողջ նոր բանակցային գործընթացի նոր օրակարգ եւ ինչպես դուք նշեցիք, այո, երևում է, որ մյուս խնդիրները ածանցյալ դարձան, որովհետեւ շատ ուշագրավ է Թրամփի հայտարարությունը, որ նախորդ օրակարգային գեդերի գծով արդեն մենք համաձայնել էինք։ Սա նաեւ գկապվի առաջի հարցի հետ, որ ինչը խանգարեց, եթե նախորդ օրակարգերի գեդերով համաձայնել էին, ինչ էր խանգարում։ Եվ Օմանի արտգործնախարարը չէ հաստատեց։ Այո, այդ առումով հայտարարություն արեց, ուրեմն անդեսանելի օրակարգ կար, անդեսանելի օրակարգը Հորմուզն էր, եւ դրա համար էի ասում, որ ես այնքան հակված չեմ այս բոլոր դեպքերի շարժարիտը միայն Իսրայելի անհանգստության կամ Իսրայելի շահերի կամ Իսրայելի կողմից ամերիկյան պատերազմին ներկաշելու ուրեմն թրույթի հետ, որովհետև սա ուղիղ կապ ունի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության, քերագաղության վերածված տնտեսական առումով այս նոր աշխարհակարգի վրա գոյություն ունեցող ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հենագետերի դիրապետման վերահսկողություն հաստատելու առաջադրանքների հետ։ Տեսեք, բան գանտերեն, պատերազմի սկզբից ի վեր, որքան էլ որ Ամերիկա, իսրայելական զինված ուժերը, քաղաքական ղեկավարությունը համահունչ էին գործում եւ գրեթե նույն նպատակներ ունեին, բայց մի հարց կար, որ ակնհայտորեն տարբերվում էր։ Խոսքը իմացն է, որ Իսրայելի համար Իրանում իշխանափոխության հարցը ավելի սկզբունքային նշանակություն էր, ամերիկյան կողմից թեև դրա մասին ակնարկում էին, բայց ոչ նախապայմանային նշանակության։ Եվ եթե սա համադրում ենք այն հանգամանքի հետ, որ միջազգային հարաբերությունների տեսանկյունից ուժերի հավասարակշռում եւ հակակշռում ապահովելու համար այս տարածաշրջանում Իրանը ուղղակի կենսական անհրաժեշտություն է, այսինքն եթե չլինի այն Իրանը, որը այսօր կա, այդ իր ամբողջ տարածքային ամբողջականությամբ, ապա այստեղ կարող է առաջանալ ուժի մի վահակում, որը որ ամբողջ աշխարհի համար, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կարող է լրջագույն խնդիր է։ Այսինքն կարող ենք մենք պնդել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն դեպքում շահագրգռված է Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ կամ գոնե քայլեր չիրականացրեց այդ տարածքային ամբողջականությունը խաթարելու համար, եւ կարող ենք այսպես ասած հեռահար ենթադրություններ անել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ Իրանն էլ պիտի ձգտեն հարաբերությունների կարգավորման եւ փոխշահավետ գործակցության։ Ճիշտ այստեղ է, կարծում եմ, որ գհադվեն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերը, որովհետեւ բարձրացնելով Միացյալ Նահանգների համար Իրանի էներգետիկ համակարգի վրա ցերկ դնելը առաջնային է կամ առնվազն շահույթներ ապահովելը, Իսրայելի համար այո, իշխանափոխությունը Իրանի, մասնադում է Իրանի, որովհետեւ նաև ոչ միայն Իսրայելի նկատմամբ ներկայացված սպառնալիքի խնդիրն է, համադանկային խնդիրն է, այլ նաև ներքին առումով, նաև Նեթանյահուն իշխանափոխությունը կարող է հայտարարել իր հաղթանակը նաև ներքին առումով նոր պարտությունների առջև չկանգնելու համար։ Այսինքն բավական ջուղավորված հիմնավորումներ կան Իսրայելի դիտանկյունից
իշխանապողություն, ինչպես դուք նշեցիք, բայց եթե այսօր Պաշտպանական Իրանը գնում է թեկուզ միջնորդավորված բանակցությունների, գնում է նույն վարչակարգով։ Իրանը չի մասնատվել, քրդերի ուղղությամբ քրդական կորձոնը ուրեմն անչադողական առումով աշխատեցնելու առումով չաշխատեց, նույնը նաև ազերի ցակումնապանության խնդիրը, այդ զանգված է նաև անչադողական դրսևորումների մղելու ուղեկիզը որևէ արդյունք չունեցավ։ Մինչև այդ սակայն կարևոր է նշել, որ ընդհանուր ռազմաքաղաքականությունը այն էր, որ նախ հարվածեցին Իրանի պրոքսիները եւ Սիրիայում, եւ Գազայում, եւ Լիբանանում, եւ Եմենում լրջակույն հարվածները ստացան։ Հետո նաև այս փրկումից առաջ ներ-իրանյան խմբումներ էին, խլրդումներ էին, բավական զանգվածային ամբողջ Իրանի տարածքում եւ հաշվարկը կարծում եմ այն էր, որ արդակին հարվածներ, ներքին մարտահրավերներ բա հասունացել էր, որ ուրեմն այս դեպքում Խամենեի հոգևոր բեդի չեզոքացումով իշխանապողություն իրականանար, վերադառնալով իշխանապողության առաջադրանքին Իսրայելի կողմից։ Այստեղ շահերի համընկնում կար, ուրեմն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, բայց Վենեսուելա երկուսը չաշխատեց, այսինքն եթե այնտեղ Մադուրոյի չեզոքացումով շատ արագ իրավիճակ փոխվեց, այստեղ համակարգը համագարկը մնաց, պետական համագարկը մնաց եւ փաստորեն ոչ վարչակարգ փոխվեց, ոչ մասնատվեց, ոչ ներքին նոր խլրդումներ զարգացան։ Ուրեմն երկարադեվությունը չէր բխում բնականաբար Միացյալ Նահանգների շահերից եւ կարծում եմ հասան մի հանգրվան, որ երկու կողմերն էլ ընտրում էին ելքեր, այսինքն երես փրկելու կամ ելքեր գտնելու այդ դրսևորումները որոշակի առումով բարձ էին։ Հիմա քիչ առաջ նշեցիք նաև Լիբանանի դեպքը։ Լիբանանի բարակային եւ ածանցյալ էր խնդիրը եւ անջատ, եւ փաստորեն այսօր Նեթանյահուն փորձում է անջատել Լիբանանը ընդհանուր հրատատարից եւ սասկացրել է իր հարձակումները այսօր եւ հարավային հատվածում եւ Բեյրութի հարավային արվարձաններում։ Իսրայելը անհանգիստ է ուրեմն ընդառաջ համաձայնության եւ չի ուզում, որ առանց իր խնդիրները ղեկավարած լինելու այդ ընդհանուր համաձայնությունը լինի, դրա համար հասկացրել է նաեւ իր սպրինտ է անում վերջին հարվածներով առնվազն ձևավորել հարավային Լիբանանում ավտանգության կոդի։ Հիմա գրեթե Լիբանանի տարածքի 15%-ը օկուպացված է, չէ՞։ Լիբանանի հատվածում իրենք առաջադրել էին նախաբես մինչև Լիթանի կետը, հետո ասեցին Զարանի կետը եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ իրենց անվտանգության կոդու սահմանները քեդերի անուններով են նշում։ Ջրային բաշարների վրա վերահսկողություն հաստատելու, որտեղ գազային բաշարների վրա ընձովիա հաստատել են արդեն, հիմա ուզում են նաեւ ջրային բաշարների վրա հաստատել։ Այսինքն խնդիրը ոչ թե Հեզբոլլահն է, որպես իրանական պրոքսի, այլ Լիբանանյան պետությունը եւ Իսրայելի կենսական տարածքի ընդլայնման հարցը։ Միանշանակ, որտեղ եթե նայենք ընդհանուր տրամաբանության մեջ Իրանի հետ, այսպես ասած, փեքիչ դիլը պիտի ներառի նաև պրոքսիների հարցը եւ այդ թվում եւ առաջին հերթին Հեզբոլլահի հարցը, հատկապես երբ որ նկատի ենք ունենում, որ հիմա Լիբանանի պետության եւ Հեզբոլլահի միջև խնդիրներ կան, ակնհայտ է, որ Լիբանանի պետությունը ուզում է ամբողջ տարածքում սուվերեն գերիշխանություն, ուզում է, այսինքն մնա որպես հանրային կյանքի գերակա ինստիտուտ իբրև պետություն եւ այս պայմաններում ակնհայտ է, որ եթե համաձայնություն ձևավորվեց, ապա Հեզբոլլահի հարցը լուծվում է, այսինքն խնդիրը Հեզբոլլահը չի այս դեպքում։ Պատրվակն է Հեզբոլլահը։ Այո, որոշակի դրամապանությամբ այո, որովհետև գիտեք, ՄԱԳ-ի թիվ 1701 բանաձևը խոսում էր նաև, ասենք, Հեզբոլլահի դիրքերից հետ քաշման կամ ավելի երկարադեպ դրվածքով զենքի մենաշնորհման, այսինքն միան Լիբանանի pedagogan պաշտոնական զինյալ ուժերի արգայության մասին, ուրեմն Հեզբոլլահի դիրքերը պիտի փոխարինվեին նաև լիբանանյան բանակի ստորաբաժանումներով։ Հիմա Իսրայելը իրականացնում է անմարդաբնակ տարածքներ, այսինքն հարթ հավասար է անում բնակավայրերը եւ առաջադրում է այնպիսի կոդի, որտեղ
որևէ զինյալ ներկայություն, ոչ միջազգային խաղաղարարություն, ոչ լիբանյան բանակ, այսինքն Հեզբոլլայի երևույթը ինքը լիարժեք շահարկում է, օգտագործում է, ուրեմն իր տարածքը ընդլայնելու, բռնագծելու ուղղակի լիբանյան որոշակի դարածքներ, որտեղ այլևս որոշ ռազմագիտական թիրքերի վրա վերահսկողություն հաստատելը չէ, այլ ուղղակի ամբողջ շրջանի դարածքի ըստ էության իրողապես բռնագծումն է։ Եվ այստեղ է նաև ուրեմն հակասությունը այն առումով, որ միջազգային ընտանիքը Հեզբոլլայի զինաթափումը պահանջում է, նաև միջազգային ընտանիքի համապատասխան 10701 բանաձևով, բայց Իսրայելի ուրեմն հարձակողապաշտությունը գասեցնելու համար այնտեղ ուժ է պետք, չէ՞։ Ուրեմն այդ ուժը պետք է սկզբունքով լինի լիբանյան բանակը։ Իսկ լիբանյան բանակի իր այսօրվա սպառազինությամբ, իր այսօրվա դրվածքով, իրավիճակով չի սկզբունքով այն կարողականությունը չունի փոխարինելու Հեզբոլլայի այդ ուժականությունը, այդ կարողականությունը։ Ուրեմն պետք է զինել, սպառազինել բանակը, եւ այդ սպառազինումը պիտի լինի սկզբունքով առնչված երկրների կամ այն պետությունների կողմից, ովքեր ուզում են Հեզբոլլայի զինաթափումը եւ նաեւ ըստ միջազգային օրենքի եւ որոշումների Իսրայելի հետ քաշումը կամ Իսրայելի զսպումը, որովհետեւ հարաճիգա ոտնձգությունները կանխարգելվեն, այդ կանխարգելման համար պետք է սպառազինել լիբանանյան բանակ, ուրեմն փոխկապակցված բարդ խնդիրներ են այստեղ եւ այլապես միակողմանի կաշխատի հրատատարի համաձայնությունը նախորդ, որը արդեն չեղարկել է ըստ էության եւ որովհետեւ Իսրայելը թիմել է լայնածավալ հարձակումների։ Այսօր Լիբանան ներխուժած իսրայելական զինված ուժերին հիմնական դիմադրությունը ամեն դեպքում Հեզբոլլահն է ցույց տալիս, ոչ թե լիբանանյան բանակը։ Այսօր Հեզբոլլահը հայտարարել է, որ գայացած հրատատարի համաձայնության հիման վրա ինքը հարկում է հրատատարը եւ չի պատասխանում իսրայելյան հարձակումներին, իսկ Իսրայելը սասկացրել է իր հարձակումները։ Բայց մինչ այդ, այո, Հեզբոլլահն էր դիմադրում իսրայելյան հարձակումներին։ Եվ Նեթանյահուի գրասենյակն էլ այսօր առավոտյան հայտարարություն տարածեց, ըստ որի ձեռք բերված համաձայնություններ չեն ներառում Լիբանանը, մինչդեռ Պակիստանի վարչապետի միջնորդական, այսպես ասած, հայտարարության մեջ խոսք կար նաև Լիբանանի մասին։ Այո, 10 գետերից 10-րդը Իրանի ներկայացրած 10 գետերից վերջինը վերապերում էր նաև Լիբանանին, հատկապես նշվել էր Լիբանանը, ուրեմն դադարեցնել արտաքին ջագատները, հատկապես Լիբանանը անմիջապես արձագանքեց Նեթանյահուի գրասենյակը, որ դա չի վերաբերելու, ուրեմն ողջունելով հրատատարի համաձայնությունը, ասաց, որ դա չի վերաբերում Լիբանանին։ Գիտեք, այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել, որտեղ քիչ առաջ ասեցինք, որ թե աջանցիալ է ընդհանուր մեծ պատերազմին, թե անջատ է։ Անջատ է նաև այս առումով, եւ Իսրայելը շտաբում է ձևավորել անվտանգության կոդին, եւ այստեղ կարող են փախվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը, որովհետեւ եթե ընդունենք այն դրամապանությունը, որ Հորմուզն է հիմնական հանգույցը կամ ստանալիքը կամ ակնկալությունը Միացյալ Նահանգների եւ Հորմուզով անցնող էներգիայի շահույթների փաշխման ընդհանուր սկզբունքային համաձայնության շուրջ կողմերը ինչ որ հասկացողության կան, այդ դեպքում չի բացառվում, որ Վաշինգտոնը Թել Ավիվին վրա ջնշի, որովհետեւ դադարեցնի իր հարձակումները Լիբանանի վրա։ Մյուս կողմից բնական է, որ Իրանն էլ Հեզբոլլահին պիտի թելադրի, ջնշի, փոխանցի, որ նաև փուլ առ փուլ իրականացնի նախորդ համաձայնությունները թիրքերի հետ քաշում, հանգրվանային, ուրեմն զենքի մենաշնորհման գործընթաց եւ այլն։ Ուրեմն ինչ որտեղ աջանցիալ է, ինչ որտեղ անջատ է, բայց ի վերջո նաև ընդհանուր փաթեթի մեջ դեղավորվում է նաև Լիբանանի խնդիրը։ Հիմա քանի որ սահուն անցում կատարեցինք Լիբանանին, այսպես առաջին ձեռքից որպես ցանկացություն, ինչ է մեր համայնքի վիճակը, գիտենք, որ հսկայական թվով փախստականներ կան եւ նաեւ հայահոտ շրջաններում, այս առումով խնդիրներ կան, չկան, ինչպես է մեր համայնքային կյանքը, արդյոք հարձակումների ընթացքում մեր համայնքային թաղամասերը տուժել են թե ոչ։
Նախ ասեմ, որ որոշ հանգամանքներ կան, որ դարբերում են նախորդ պատերազմներից։ Սա շրջանային պատերազմ էր։ Հույսով եմ, որ անցյալով ենք խոսում, բայց առնվազն առ այս պահը եւ Իսրայելի իրականացրած ռազմական քաղաքականությունը եւ հարավում եւ Բեյրութի հարավային արվարձաններում քաղաքականների յետթարցը արգելակելու խնդիրներ, որ դեռ քիչ առաջ արդեն խոսեցինք այն հանգամանքների մասին, որ որոշակի դարածք ուզում է անմարդաբնակ իրավիճակ վերածել, անմարդաբնակ դարածքը ենթադրում է հարթ հավասար անել ամբողջ բնակավայրերը, ուրեմն քաղաքականների, փախստականների վերադարձը բավական բարդ է։ Այս քաղաքականների կրոնական պատկերը ինչ է։ Սունի են, շիա են, հիմնականում շիա են, որովհետև նաև այդ շրջանները ընդհանրապես այդ հարանվարության, այդ համայնքի, այդ թավանանքի համայնքի ազգաբնակչությունն է, կան իհարկե նաև քրիստոնյա գյուղեր, որոնք Իսրայելը խնայում է, չի հրթիռագործում այդ գյուղերը, բայց նաև աշխարհակությունը ընդլայներ էր, այսինքն անգամ քրիստոնյա թաղամասեր, ընդ որում նաև Բուրջամուդի հարագից Նաբա թաղամասը 2 անգամ հրթիռագործվեց։ Բնականաբար այս բոլորը շատ ավելի անհանգստության կմատնեն համայնքը, որ խուճապի մեջ չէ, որովհետև գիտեք, այս համայնքը բազմաթիվ փորձեր է կուտակել դարբեր նաև անվտանգային առումով ճգնաժամեր դիմակայելու առումով եւ ինքնագազբագերբվելու փորձ է կուտակել։ Գիտեք, դա քաղաքականների խնդիրը, դրանց ուրեմն գենցաղային օժանդակություններ հասցնելու եւ այդ առումով նաեւ հայ քաղաքական երեք կուսակցությունները մի հերթական անգամ խորհրդակցական նիստեր են արել, վերջինը նաեւ համահայկական կառույցների եւ դեղական կառույցների ներկայացուցիչների մակարդակով Արամ առաջին վեհապար Հայրաբեդի հրավերով եւ նախագահությամբ եւ այնտեղ ուրեմն որոշել են, որ հայ համայնքը ներքին լարվածության որևէ կերպ պիտի չներկայացվի, գիտեք, որտեղ այսօր նաեւ ներքին լարվածություն կա, հարաբերակցաբար Իսրայելի հետ ուրեմն ճշտվելիք օրագարկերուն կամ Հեզբոլլայի գործողությունները արդարացնելու, չարդարացնելու, դադարելու առումներով այս բոլոր խնդիրները ներլիբանյան որոշակի լարվածություն առաջացրել են եւ հայ քաղաքական կուսակցությունների որոշումներ, գոչներ չներկայացվել այդ բոլորին, գոչը նաեւ հայկական բարեսիրական միություններին համագարկված աշխատելու ընթരാճ ուրեմն այդ քաղաքականական մեծ ալիքին, որը հիմնովին կարող է փոխել նաեւ Լիբանանի ներլիբանյան ժողովրդական պատկերը, դեմոգրաֆիան եւ նաեւ նախապատրաստվել այս ճգնաժամերին, գիտեք, պատերազմի երկարադեպության դեպքում ֆինանսա-տնտեսական ճգնաժամը առավել եւս խորանում է եւ այդ բոլորի հաղթահարման համար մեխանիզմների ճշտում է պետք, օժանդակությունների գազམ་ագերման նոր գործիքագազմեր են, կառույցներ են պետք, չնայած որ ուրեմն լիբանանահայ համայնքը միացյալ եւ համագարկված ծևով նման ճգնաժամերի դիմաց աշխատելու փորձ եւ կառույցներ ունեցել է եւ շարունակելու է ունենալ այս բոլորի մեջ։ Ուրեմն անհանգստություն կա, անորոշություն կա, տնտեսական տագնապ կա, բայց կա նաեւ նախապատրաստվելու համար համապատասխան գազམ་ագերբվածություն եւ մնայուն խորհրդակցություններ։ Դուք ձեր խոսքում ակնարկեցիք նրա մասին, ինչը ցանկանում էի հաջորդ հարցի շրջանակում քննարկել, բայց թերևս արժանի թեմա է, որ ավելի խորանանք։ Լիբանանի համար վատագույն սցենարը, բացի տարածքային կորուստներից, բնականաբար կարող է լինել միջհամայնքային խնդիրները։ Այս առումով որքանով է վիճակը կառավարելի, որովհետև դա ուղղակիորեն նաև ազդելու է մեր վրա, կան այլ պետությունների միջամտության փորձեր, օրինակ Թուրքիայի, սա երևի թե վատագույն սցենարներից մեկը կարող է պատահել։ Թուրքիայի կորձոնը լավ նշեցիք, քիչ առաջ մենք խոսեցինք Իրանի թուլացման դեպքում այն վակյումը լրացնելու հավանական ուժերի մասին, առաջինը ինքնաառաջադրվել է Թուրքիան, որ գիտեք Իրանի ներիրանյան քաոսացումը գուցե Թուրքիայի շահերից չի բխում, որովհետև այնտեղ քրդական կորձոնի վերականգնումը սպառնալիք է առաջի հերթին Թուրքիային։ Լիբանանում բխում է։ Այո,
բայց արդակին առումով իրանյան թիրքերի թուլացումը Թուրքիայի շահերից, Անկարայի շահերից բխում է, որովհետև այնտեղ նաև Թուրքիան մրցում է դարբեր երկրների հետ, զուտ սուննի զանգվածի վրա մրցում է Սաուդյան Արաբիայի հետ, բայց ընդհանրապես անվտանգային խնդիրներով եթե Սաուդյան Արաբիայի հետ մրցում է օրինակ տնտեսական, մշակութային, կրոնական, քաղաքապարախոսական առումով ասոցիացիան կոդիներու ձևավորման ընդհանուր այդ մրցաբայկարում Իրանի դեպքում ավելի եւս իսլամադավան անվտանգային, այո, եւ նաեւ կրոնական իհարկե, որովհետեւ շիի ուրեմն թավանանքն է մեկ կողմից, մյուս կողմից սուննի թավանանքը, բայց նաեւ դարբեր ջուղավորված ահագին խնդիրներ, որոնք ամենայն դեպս հատվում են իրար, ոչ թե զուգահեռ կամ համընտրական ձևով ընթանում են։ Չնայած, որ Թուրքիան նաև հակաիսրայելյան իր հայտարարությունների առաստաղը բավական բարձրացրել էր, անգամ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը կլինի Իրանի գողքին, եթե Իսրայելը շարունակի այս հարցագողականությունը, հարցագողաբաշխությունը Իրանի դեմ։ Բայց հայտարարությունները մեկ կողմ, գետնի վրա արձանագրվող իրականությունները այլ կողմ, գիտեք, այստեղ Թուրքիան փորձ էր անում նաև միջնորդել հատկապես Միացյալ Նահանգների եւ Իրանի դեպքում, բայց այսօր միջնորդը կամ միջնորդերի միջև ընթացող մրցաբայկարին հաղթել է Պակիստանը։ Պակիստանը, որ հարաբերություն ունի եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Իրանի հետ, եւ տարածաշրջանում նաեւ գաբող օղակ է, ասենք, Իրանի եւ Արևմուտքի միջև ընդհանրապես եւ իր միջուկային զենքի դիրաբետած լինելու հանգամանքը եւ կրոնական իսլամական աշխարհում իր ունեցած թերագադարության աշխուժացումը, այս բոլոր հանգամանքները նաեւ Պակիստանին վերածել են միջնորդական այսօրվա դրությամբ առաջնային հարթակ։ Եթե վերադառնանք Լիբանանում թուրքական ազդեցության փորձերին, կան նման փորձեր, կան վտանգներ, այսինքն եթե տեսականորեն պատկերացնենք, որ իրավիճակը կարգավորվում է, ըստ այդմ որոշակիորեն թուլանում է Հեզբոլլահի ազդեցությունը, հնարավոր է դա փորձ Թուրքիայի կողմից փորձարելացվելու։ Գիտեք, անգամ Հեզբոլլահի, ասենք, ռազմական գործունեության դադարեցումը եթե կայանա, Հեզբոլլահը շարունակելու է քաղաքական առումով շատ աստեցիկ ներկայություն շարունակել, կարծում եմ, եւ խորհրդարանում, եւ գործադիրում, եւ ընդհանրապես քաղաքական pedagogan կյանքում։ Իսկ ուրեմն Հեզբոլլահի քաղաքական արգայությունը թեականորեն այդ դարբերակը եթե նկատի ունենանք, շարունակելու է կապված մնալ, կարծում եմ, Թեհրանին, որովհետև այստեղ նաև թավանանկային խնդիրը, ուրեմն, բայց դա չի նշանակում, որ Անկարան ցերնածալ կմնա, Անկարան շարունակելու է իր ասոցիացիան կոդիների ընդլայնման աշխատանքը եւ կարծում եմ, որ իր մրցակցությունը կվերադառնա ուրեմն Սաուդյան Արաբիայի հարաբերակցությամբ հատկապես սուննի զանգվածի վրա ավելի աստեցիկ գործոններ, գշիրներ ունենալու առումով։ Մենք նորից սահում անցում կատարեցինք հաջորդ թեմաներին քննարկենք, գանք Պարսից ծոցի երկրներին, որոնք Իրանից եւ Իսրայելից հետո երևի ֆիզիկապես, նյութապես ամենաշատը տուժեցին այս հակամարտության կամ գոնե հաշվի առնելով իրենց տարածքը ավելի շատ կան Իրանը տուժեց ռազմական գործողություններից։ Պետական քաղաքական միտքը մի կողմ դրած հասարակությունները, որոնց նաև մեծամասնությամբ օրինակ Բահրեյնը շիա բնակչություն ունի, այս երկրները բնակչության համար Իրանի կեցվածքը հասկանալի է եւ ձեր կարծիքով եթե խաղաղության գործընթացը շարունակվի, Իրան եւ Պարսից ծոցի արաբական երկրներ հարաբերությունները հեշտ կկարգավորվեն, թե ամեն դեպքում այս ռմբակոծությունները իրենց հետ կթողելու են, թեև ազգային օբյեկտներ, այսպես ասած, չեն ռմբակոծում։
Գիտեք, մինչև պատերազմը ընդհանրապես ծոցի երկրների արտաքին քաղաքականության կամ դիրքորոշումների եւ Իրանի նկատմամբ եւ Իսրայելի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ միանշանակ չէին։ Հիմա առավել եւս։ Ուրեմն չեմ կարծում, որ կարելի է միանշանակ ձևով բանացերվել ծոցի երկրների հետագա ուրեմն հարաբերությունները կամ դիրքորոշումները։ Բայց ընդհանուր միտումներ լինելու են անպայման եւ այստեղ չմոռանանք, որ Գազայի պատերազմից առաջ սկսել էր աշխույժ գործընթաց արաբական պետություններ Թել Ավիվ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչը արգախվեց Աբրահամյան համաձայնագրի։ Աբրահամյան համաձայնագրի շրջանակներում, այո։ Աբրահամյան համաձայնագիրը վաղեմի ծրագիր էր եւ առաջի անգամ ուրեմն հրապարակվել էր Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, այսինքն երբ որ վերընտրվեց, վերստին ուրեմն օրագարկի վերածվեց, դա շարունակվելու էր, բայց վրա հասավ ուրեմն Գազայի պատերազմը եւ արաբական շատ մի երկիրներ արգախեցին իրենց ուրեմն ներգրավվածությունը այդ գործընթացին։ Իդեպ շատ արագ նշենք, որ Աբրահամյան դաշինքի ներառման հաջորդ աշխարհակրթությունը Կովկաս էր եւ Հարավային Կովկաս։ Այո, Հարավային Կովկաս էր եւ ուրեմն Վաշինգտոնից հնչեց հրավեր եւ Ադրբեջանին եւ Հայաստանին անդամակցելու Աբրահամյան դաշինքին, բայց սա ուրիշ թեմա է։ Ուզում եմ ասել, որ այդ օրագարկը կարող է վերադառնալ։ Այդ օրագարկը կարող է վերադառնալ, բայց մինչ այդ նաև շատ կարևոր համաձայնություն եղել էր եւ միջավայր այստեղ կարևոր է։ Այս բոլորից առաջ, տարիներ առաջ Չինաստանում, երբ որ Սաուդյան Արաբիան եւ Իրանը որոշեցին վերահաստատել իրենց դիվանագիտական հարաբերությունները։ Սա կարծում եմ շատ կարևորագույն շրջադարձ էր, ինչը նաև իր ասացությունը եւ հետևանքները ունենալու էր ամբողջ տարածաշրջանի մեջ, այս դեպքում ինչպես դուք մատնանշեցիք, ծոցի երկրների վրա, որովհետեւ երկուսն էլ գլխավոր խաղացողներ են եւ իրենք նաև դրված կա, այնպես է որ ունեն արբանյակ պետություններ։ Սաուդյան Արաբիան եղանակ ճշտող է, Իրանը եղանակ ճշտող է եւ այդ առումով եթե այս պատերազմից հետո հաջորդը ուրեմն այդ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ընդհանուր համաձայնության կորզարկման անկրվանները սկսվեն, դա կարող է տարածվել ամբողջ ծոցի վրա։ Ուրեմն Իսրայելի հետ Աբրահամյան դաշինքի վերադառնալը գուցե որոշ ցնցումներից գանցնի, բայց դրա վրա նաև ընդհանուր ասացություն կունենա, կարծում եմ, Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունների կորզարկման առաջին փուլերը։ Եվ այստեղ հնարավորություն տեսնում եք, որ էլի էս փաթեթային լուծման համատեքստում Պարսից ծոցի 3 կղզիների հարցը, որոնք Իրանի համար ռազմավարական նշանակություն են եւ վիճարկվում են Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից պատկանելիության հարցը, եւ այստեղ միջազգային ընկալումն էլ միանշանակ չէ, շատ հետաքրքիր օրինակ Ռուսաստանի պահվածքը անցած տարի, որ այդ կղզիները ճանաչեցին, այսինքն Լավրովի գոնե շուրթերով դրանց պատկանելությունը տեսան Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ամբողջականության շրջանակում, բայց գոնե այս պատերազմի ընթացքում նաև ակնհայտ է դրանց ռազմավարական կարևորությունը Իրանի նկատմամբ։ Հնարավոր է, որ այս հարցը նույնպես փակվի կամ Աբրահամյան համաձայնագրերի համատեքստում, եթե Իրանը միանա։ Վերադարձանք այս ամբողջ պատերազմի եւ բանակցության նախասկզբին նոր օրագարկի հանգույցին, այո։ 3 կղզիները, առավել Հորմուզը, ամբողջ էներգետիկ համագարկի, տնտեսական աշխարհագարկի վերաիմաստավորման գործընթացի կարևորագույն հանգույցներից մեկն է եւ կարծում եմ նաեւ որ դա կլինի բանակցային գործընթացի նոր օրագարկը, առանցքային նոր օրագարկը եւ թերևս բարձ չէ, որ գիտեք ակնարկներ կային, որ այդ բոլորի դեղապաշտման նոր կանոններով աշխատելու, նոր գործիքագազմի, նոր մեխանիզմների մշակման մեջ պիտի նաև ներգրավի միջազգային ընտանիքը իբրև համաշխարհային տնտեսության կարևորագույն անցուղի։
Եվ այդ դեպքում գիտեք այս գղզիների վիճելի գողմերը արդեն երկրորդական նշանակություն ունենան, որ արաբական երկրներ կամ Իրան սա չի բացառվում, որ Փարսանա միջազգային ցեվաչափի եւ համապատասխան օրագարկի նշանակությունը ստանա, ինչը կարծում եմ կլինի, եթե գոմերը հրադադարի սկզբնական համաձայնությունից անցնեն ընդհանուր խաղաղության համաձայնության համապատասխան բանակցային գործընթացի։ Բարձ եւ վերջին հարցը, թեև մասնագիտական կոռեկտության տեսանկյունից գուցե ճիշտ չի ձեր սպասելիքները, մենք հաղորդումը նկարում ենք չորեքշաբթի օրը, եթեր հեռարձակվելու ուրբաթ, ձեր սպասելիքները այսօր գիշերը կայացած հրադադարից։ Կարճ 2-3 հնարավորություններ։ Կարծում եմ, որ հրադադարը սկզբնական փուլում առնվազն կբաբանվի, բայց առընթեր սպառնալիքներ կհնչեն, բայց սպառնալիքները պետք է ընկալել հրադադարի բահբանման եւ դեպի բանակցային փուլ անցման նպաստող ուրեմն գործիքներ։ Հրադադարի մկրտության փուլեր։ Այո, ջնշամիջոց, որ եթե չլինի բանակցություն, կարող է լինել շատ անկախադեսելի իրավիճակ, ինչը Միացյալ Նահանգները աշխատեցնում էր այն առումով, որ եթե առաջարկ են եղել Իրանին, եթե Իրանը չպատասխանի, Իրանը վերածվի աշխարհի կարդեսեն, Իրանը վերածվի դժոխքի եւ այլն եւ այլն։ Ուրեմն սա չագերդյալ բանակցությունների մաս է կազմում եւ այդ առումով ակնկալում եմ, որ սպառնալիքների շարանը մեկ-մեկ շարունակեն հնչեցնել դարբեր միջավայրերից, բայց հրադադարը կբաբանվի եւ նաեւ լավադեսական տոնով ավարտելու համար ասեմ, որ ես հակված եմ այնպես մտածելու, որ այո, կսկսվեն բանակցություններ հիմնական օրագարկ ունենալով Հորմուզի էներգիան մեկ կողմից, մյուս կողմից Իրանի պատժամիջոցների ամբողջական վերացում եւ նաեւ Իրանի ուրանի հարստացման իրավունքի պահպանում խաղաղասիրական նպատակներով առավել ազանցյալ խնդիրներ իհարկե, բայց ամբողջ առանցքը կարծում եմ լինելու է Հորմուզը եւ Իրանի ապամեկուսացումը տնտեսական հարթության վրա։ Եվ որպես արդեն վերջաբան, ես ձեր խոսքի ընթացքում հիշեցի Դոնալդ Թրամփի արդեն շատ հայտնի եւ միջազգային քննադատության արժանացած այդ հայոախառն գրառումը, որտեղ ինքը Իրանից չէր պահանջում հանձնել ուրանը, չէր պահանջում դադարեցնել հրթիռային ծրագիրը, չզինել կամ չօժանդակել պրոքսիներին, այլ ուղղակի մի բան էր պահանջում այդ հայոախառն գրառման, բացեք անիցիալ բառացի չասեմ թարգմանությունը, բայց բացեք անիցիալ Հորմուզի նեղուցը։ Սա եւս ինքնախոստովանանք է, որ ամբողջ հանգույցը Միացյալ Նահանգների համար դա է։ Եվ երևի թե մեր տարածաշրջանի համար գոնե այս փուլում ավելի լավ սցենար, քան Ամերիկա-իրանական կարգավորված հարաբերությունները, նաև Հայաստանի Հանրապետության համար դժվար է պատկերացնել։ Կարծում եմ բարերար ազդեցություն կլինի ամբողջ տարածաշրջանի եւ նաև Հայաստանի Հանրապետության վրա եւ անհրաժեշտ ճիշտ գործողությունները կատարելով կարծում ենք, որ հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը էական զարգացում նաև ունենա այս համատեքստում։ Հույսով ենք, որովհետև նաև Իրան Միացյալ Նահանգներ համաձայնության դեպքում մեր երկիրը կարող է լինել ուրեմն Իրանը արևմուտքին եւ արևմուտքը Իրանին գաբող կարևորագույն կենսաճանապարհներից մեկը։ Վերջապես խոսքը գնում Հայաստանի Հանրապետության երկու բարեկամական երկրների մասին, որոնց հետ ավանդաբար կան հաստատված ջերմ հարաբերություններ։ Այո, եւ այդ ուրեմն հարաբերությունների նորմալացումը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության բերության շահերից։ Փորձենք այս լավատեսական նոտայով ավարտել, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հատկացված եթերաժամը մոտեցավ ավարտին, տաղավարում հյուրընկալել ենք Լիբանանի
Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին եւ հուսանք, որ տարածաշրջանում հաստատված դեռևս փխրուն խաղաղությունը կվերածվի կայուն խաղաղության։ Շնորհակալություն։